դրա մասին խոսացել ենք ես ու իմ գործընկերները, որ պետք է դա բացահայտվի եւ բանակի մասին, այսինքն մասնավորապես մեծ կտոր կա Նապոլեոնի շուրթերից է հնչում այդ տեքստը, թե ինչ պետք է արվի, բնականաբար մենակ չի, ես չեմ կարծում, որ այդ անձնավորությունը իր ուսերի վրա էր այդ արկղները կամ բաները բերել, չեք այն մարդիկ, որքանով են ահաբեկված եղել այդ մարդիկ, որքանով են ճորտը մեջները արթնացել է, որ կարողացել են այդ ամեն ինչը կրել, բերել, հասցնել այդ պահեստները, մենակ չի բերել կամ հուսով եմ, որ միայն իր ընտանիքի անդամներով չարի, կողքից են չէ օժանդակել, օգնել եւ այլն եւ այլն եւ այլն, հետո լավ դրանք կարող են չտեսնեն, այդ մեքենաներն էլ տեսնող չի եղել, այդ ամեն ինչը տեսնող չի եղել, լավ որքանով պետք է մարդու մտածելակերպը լինի այնքան շեղված, որ անգամ շտապօգնության մեքենա տունը պահի, ինչ անձնական, որ հանգարց վատանավոր շուտ հասնի հիվանդանոցի, անհնար է դա պատկերացնել, պետք է այդ պատիժը լինի բոլորին, բարոյական պատիժը նաև պետք է լինի, կարող եմ ընդունել, բա ինձ վախացրել է, բա ինձ ահաբեկել է, իմ ընտանիքին սպառնացել է, ես էլ այդ գործ արել եմ, բայց ինքը գոնե իր մեջի պատիժը պետք է կրի, ինքն իր ցավը պետք է հասկանա, թե ինչ արել ինքը ժամանակին։ Խոչընդոտը որն էր, որ այսպիսի բացահայտումներ չեն, այսպիսի կարծիքներ կան, որ առանց բարձրադիր օղակների, առանց գերագույն հրամանատարության նաև գիտության հնարավոր չէր այսպիսի բան կատարվել եւ չկար նաև այդ քաղաքական կամքը այսպիսի բացահայտումներ անել։ Դուք կիսում եք այդպիսի տեսակետներ։ Եթե անգամ ընդունել, որ գերագույն հրամանատարությունը տեղյակ չի եղել այն պահեստներից, ինչին մենք ականատես եղանք, եթե անգամ ընդունենք դա Միևնույն է, ինչ կերպարեր ու ինչ էր իրանից ներկայացնում տվյալ անձնավորություն, արդեն անուննել ես իրա չեմ ուզում տամ, իրանք հոմ գիտեին ու պետք էր իրան հասարակությունից հեռու պահել, գիտեք շատ վաղուց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հայրենական պատերազմի ժամանակ, որի մասնակից շատերից պապիկներն են եղել, նույն Ստալինը ոչ ամենադրական կերպար է այս աշխարհում, բայց ինքը կարողացել էր նմանատիպ մարդկանց, այդ տիպի գեներալներին, Բուջոնիներ, Վարաշիլովներ եւ այլն, հիմա կարելի անուններ թվարկել, որոնք միգուցե այսօրվա սերունդին ոչինչ չեն ասում, բայց նրանք էլ են եղել այդ բռի, անտաշ, անկիրթ, մասնակցել են պատերազմի, ինչ որ հերոսական երևի բաներ արել են այնտեղ բայց դրանից հետո իրանց մեկուսացրեց Ստալինը, որպես իրանք չառընցվեն հասարակության հետ, ընդհանրապես իրանց պահում են որպես օրինակ, որ սերունդներ էին մեծանում, ուտես մեծանում են Վարաշիլվյան կրակողներ, չգիտեմ, Բուջոննեի պես ձի քշող, այսինքն այդ կերպարները, նկարները ամենտեղ կպցրած, բայց իրենց համարը չեն